Ես իհարկե իրավաբան չեմ, բայց լավ հասկանում եմ, որ այս մարդը չի կարա իմ հոր սպանության գործով արի, որովհետև կրակողներից մեկն էլ իր օրողբորդ տղեն է եղել։ Տենց չի։ Ասում, քեզ թվում է ինչ ուզես կարաս անես ու մարսես, հա? Քեզ թվում է օրենքը քո համար չի։ Բաց թող կասկածյալին, Մինասյան, հենց հիմա։ Բա ասում եք ոստիկանությունում բարեփոխումներ են եղել, էլ մարդ չեք տպում։ Հա, չենք տպում։ Իսկ դու մարդ չես։ Մինասյան։ Դու պատրաստվի քո համար նոր գործ գտնես։ Հեսա փաստաբանները սնենց են անելու, որ քեզ համակարգից ռադ անեն։ Եթե շարունակես քեզ նման լկտի ձև պահես, ես դուրս կգամ սենյակից ու քեզ մենակ կթողեմ Մինասյանի հետ։ Ուզում ես։ Չէ։ Դե ուրեմն հարգալից խոսա։ Մինասյանը մեզ մենակ թող։ Ես որոշեցի անձամբ քո հետ խոսամ, որ բացատրեմ, թե ինչ բարդ դրության մեջ ես դու գտնվում։ Բայց եթե հետս անկեղծ լինես, Ես կուրսեմ ինչի համար եմ ստեղ, բայց ես Արամի սպանության հետ կապ չունեմ։ Համել կուրսեմ, որ Արամ ընկերների դեմ ցուցմունք է տվել։ դրա դրդապատճառը մենակ դու ունեիր։ Չէ, խի, բա Արամի ընկերները։ Ու ինչի համար նրանք պիտի սպանեին իրենց ընկերոջը։ Դե ասենք, որ գլխի սարք էին։ Լավ ֆանտազիա ունես, բայց քո ցնդաբանությանը ոչ ոք չի հավատա։ Նրանք նման բանի ընդունակ չեն։ Ընդունակ չեն։ Ուզում ես անկեղծ խոսանք։ Այս քաղաքում ինչ սպանություն ու խուլիգանություն նման առաջին ինձ եք բերում բաժին։ Բայց մինչև հիմա ինձ չեք փակել, որովհետև իմ դեմ ոչ մի բան չունեք։ Ու հակառակը, Սաքոն իր անգերների հետ որոշում է մարդ սպանի։ Հորս, մեր ախրանիկին, Մրդոյին։ Ու դու հիմա ինձ ասում ես, որ իրանք ընդունակ չէին, պարոն գնդապետ։ Դա տարբեր բան է։ Չէ, տարբեր չեն։ Դուք վրոստը որոշել եք դրանց ոռը փրկեք։ Երբ տղերքի մեղքը ապացուցվի, նրանք կնստեն ու շատ երկար։ Բայց հիմա խոսքը նրանց գործած հանցանքների մասին չի, այլ քո։ Ես Արամի սպանության հետ կապ չունեմ, վերջ։ Որտեղ ես եղել երեք գիշերը։ Լավ կլինի պատասխանես։ Առանց փաստաբաններից էլ ոչ մի բառ։